Բալու սրտեր, նոր մի հատ նյութ տեսա, ինքան ճիշտ բան ասեց, ասում է, նայում ես մարդկանց, իրենց պահվածքին, իրենց արած արտահայտություններին, գոհարներին, լսում ես այդ ամեն ինչու, քեզ թվում է, որ սա քյալեկը թափած է, կտեցրած տարած ալարի, հետո ասում ես կոֆեն վերցնում ես, շպիտով, նայում ես այդ ամեն ինչին, ես կողքից էլի, ու մտածում ես չէ, չի թվում, թափած է, խեմ այս բառերը կրկնում, որովհետև այսօր առաջին անգամ ես ժամը 7-ից TikTok-ի եթերում էի ու մեկը գրեց ախպեր դու ինչ ես նախընտրում կյանք թե հող բայց չասես թափածա ասենք եթե կյանքը չլինի այդ հողը ում է պետք բալկի ինչ որ մեկը կապրի չէ այդ հողի վրա վերջն է հարթակիտերն էլ հարցրեց ասում դու որ հողի նկատի ունես ապեր ասենք միջազգայինորեն ընդունված հողը այս որ իմ վզին կախած է թե որի հետ ես դե հարթակիտերը սիրում ա տենց հարցեր տալ բայց ես ուղիղ եմ ասում էլի ասենք եթե կյանքը չլինի ում ա պետք այդ հող կոչվածը եթե Հայաստանի Հանրապետության վրա հայ չպետք է ապրի իմ ինչին ա պետք այդ Հայաստանը կասեք եթե այդ հողի վրա հայը չպետք է արարի, հարկեր չպետք է մոծի, իր զավակին բանակ չպետք է ուղարկի, ինքը չպետք է որոշի, ոնց նստի, ում հետ նստի, ինչ խոսի, ինչի՞ս է պետք է հողը, կասեք, մեկ գրեք էլի ձեր կարծիքը, ժողովուրդ ջան, հասկանանք, հետաքրքիրն են որ նման հարցեր բարձրաձայնում են ռսատար, լատինատար, բանակում չծառայած, հայրենիքին հարկ չմուծող, նման տպերը, քյալեկը թափած է էլի, բալուս ձեզ, լավ աշխատանքային օր։ Կարծիք ունեք այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտը, սպորտային համալիրը եւ մի շարք այլ գույքեր վերադարձվում են պետությանը։ Շատ ճիշտ են անում։ Շատ ճիշտ են անում։ Արարատ ցեմենտում ես հարազատներ ունեմ, որ աշխատում են այնտեղ։ Ինչ պայմաններ է այնտեղ աշխատողների համար։ Ոչ մի նորմալ պայման չկա։ Հետո ինչ են անում։ Ինչ են, այ ոնց որ հեծը վերցրեցին։ Հիմա ոնց է հեծը բարգավաճում։ Նույնն էլ Արարատ ցեմենտն է, այդ մուլտիի համար չգիտեմ ճիշտն ասած։ Իսկ ինչ պայմաններ է, որ ասում եք ահավոր պայմաններ է, ինչ պայմաններ նկատվում։ Հսկայական գումարներ են բանանում, բայց դա չի օգտագործվում վերանորոգման համար, ագրեգատների, ասենք, ագրեգատների վերանորոգման համար։ Ոչ մի բան, ուղղակի իրանք իրենց փողերն էին աշխատում։ Այսինքն դուք կողմ եք, որ ասում է պետության վերահսկողության տակ։ Բա իհարկե կողմ եմ։ Մենք ունենք լավ պետություն։ Մենք ունենք ժողովրդական ղեկավարություն։ Ես կողմ եմ։ Կարապետյանը ասում էր, որ գաղտնի ինչ որ իշխանափոխության համար ինչ որ բան ունի կազմակերպած։ Ալաթարը ինքն էլ իր կազմակերպությունն էլ։ Մենք Սամվել Կարապետյան չենք ճանաչում աղջիկս։ Որովհետև ինչ նա ասում է, որ գաղտնի պլան ունի կազմած։ Գալատ անում։ Այդ գաղտնի պլանը թող գնա իր երկրում, իր այդ որտեղից որ եկել, այնտեղ անի։ Որտեղից է եկել ասես։ Դու մոռացել է որտեղից է եկել։ Աղջիկս մեր Փաշինյանը մեզ հերիք է։ Մենք խաղաղություն ենք ուզում, հանգիստ ապրել ենք ուզում, թող ամեն մեկը իր գործով զբաղի։ Ինքը բիզնեսմենով է զբաղվել, թող գնա իր բիզնեսով, իր ընտանիքով, իր եղած չեղածով, մեզ հետ գործ չունի։